Արդարև կենդանի Աստծո տաճար եք դուք, ինչպես ասաց Աստված. պիտի բնակվեմ նրանց մեջ ու պիտի ընթանամ նրանց միջով, և նրանց Աստվածը պիտի լինեմ, և նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը։ Երկրորդ Կորինթացիներ 6-րդ գլուխ, թիվ 16։ Մարդը Արարչի կողմից ստեղծված որպես Աստծո պատկեր և նմանություն, Աստծո անսահման սիրո արդյունք է։ Շատ հաճախ, սակայն, Աստծո սերը մարդկանց հանդեպ մնում է անպատասխան։ Ինչու՞։ Այս հարցին հստակ պատասխան չեմ կարող տալ։ Թերևս այն պատճառով, որ կյանքում շատ հաճախ մենք անուշադիր, խուլ և կույր ենք գտնվում և չենք նկատում կամ հասկանում Աստծո սերը։ Բայց գուցե նաև այն պատճառով, որ մենք չենք ցանկանում դիմակայել անսահման սիրո այսպես կոչված մարտահրավերին, քանի որ դա նշանակում է լիակատար նվիրվել, բայց նաև հրաժարվել որոշ բաներից։ Բայց գուցե նաև այն պատճառով, որ մենք ընդունում ենք, որ այս սերը իբրև բնական, ինչպես նորածին երեխան ծնողների սերը իր նկատմամբ։ Տարիներ անց միայն, երբ նա ավելի լավ ճանաչում է իր ծնողներին, հասկանում է, որ այն պետք է լինի փոխադարձ և պարուրի իրավունքների հետ նաև պարտականությունները։ Նրանք, ովքեր ընտրում են աստվածճանաչության ճանապարհը, այժմ Աստծո առաքյալից լսում են այն, ինչ արդեն արտահայտվել է Աստվածաշնչի տարբեր հատվածներում, օրինակ Ղևտաց գրքում 26-րդ գլուխ 11-12 համարներում կամ Եզեկիել մարգարեի գրքում 37-րդ գլուխ 20-րդ համար։ Աստված ցանկանում է շփվել մարդկանց հետ։ Նա հրավիրում է մեզ լինել նրա մի մասնիկը և ցանկանում է ապրել մեր մեջ։ Ահա թե ինչու է առաքյալը ասում. «Կենդանի Աստծո տաճար եք դուք»։ Ինչպես պետք է դա հասկանանք։ Լավագույն և հստակ օրինակը տեսնում ենք Սուրբ Աստվածածնի մեջ։ Նա բառացիորեն դառնում է տաճար։ Սուրբ Կույս Մարիամը իր մեջ է պարուրում անպարագրելիին։ Աստված բնակվում է նրան մարմնում, ապա ծնվում է և տալիս է մեզ իր մարմինն ու արյունը, որպեսզի մենք ընդունենք նրան մեր մեջ։ Ահա երկրորդ կետը, որը պետք է նկատի առնենք։ Մկրտության միջոցով սրբված և մաքրված մարդը դառնում է տաճար, որտեղ Տիրոջ մարմնով և արյունով հաղորդակցվելու միջոցով, բայց նաև Սուրբ Հոգու պարգևների միջոցով ապրում է Աստված։ Ինչ է նշանակում այդ ամենը մեզ համար։ Մենք կանգնած ենք խնդրի առջև։ Արդյոք ցանկանում ենք ընդունել այս հրավերը Աստծուց և ընդունել նրան մեր մեջ։ Եթե այո, ապա մենք պետք է պահենք այս տաճարը, որը մարմնի և հոգու միասնականություն է, մաքուր, սուրբ և անարատ։ Կուռքերն ու անմաքրությունը տեղ չունեն այս տաճարում։ Անհավատությունը, հուսահատությունը, անբարտավանությունն ու սուտը, չար մտքերն ու չար գործերը, այս ամեն ինչ մեղք են համարվում և արժանի չեն քրիստոնյային։ Քրիստոնյան պետք է մաքրվի և մաքրի իրեն ամեն տեսակի չարիքներից, քանի որ նա կենդանի Աստծո տաճար է, սուրբ և անարատ, անապական պիտի լինի այն վայրը, որտեղ բնակվում է Աստված։ Ուստի եկեք աշխատենք այս ուղղությամբ, պահքի և աղոթքի միջոցով մաքրվենք, Սուրբ Գրքի և եկեղեցու հայրերի ընթերցողությամբ ճանաչենք Աստծուն, բարիքներ գործենք, և թող Տերը գտնի իր տեղը մեզանից յուրաքանչյուրի մեջ։ Թող նա լինի մեր Աստվածը, իսկ մենք նրա ժողովուրդը։ Ամեն։